Այսօրվա մեր պացիենտը կին է, 54 տարեկան, ունի դող 2 ձեռքում և 2 ոտքում։ Նրա մոտ կասկածում են Պարկինսոնի հիվանդություն և ուղեգրող բժիշկը ուղարկել է պացիենտին հետազոտվելու հատուկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների համար մշակված ծրագրով։ Կան մշակված հատուկ ռեժիմներ, որոնք հնարավորություն են տալիս մեզ բժիշկներից ուսումնասիրել մանրակրկտորեն այն կառույցները, որոնցում տեղի են ունենում սպეციფიկ եւ տեսանելի փոփոխություններ Պարկինսոնի հիվանդության եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների առկայության պարագայում։ ԳԽ ստանդարտ հետազոտության միջոցով մենք կարող ենք այս փոքրիկ փոփոխությունները չտեսնել։ Հիվանդությունը բավականին տարածված է մեր պոպուլյացիայում, գրեթե 1 տարի է, որ արդեն կիրառում ենք հետազոտության մեթոդը, արդեն ունենք 200-ից ավել պացիենտ հետազոտված։ Տեսեք, սա պացիենտ է, որի մոտ հաստատված կա Պարկինսոնի հիվանդություն, եւ մենք ունենք սպეციფიկ MR նշաններ բնորոշ Պարկինսոնի հիվանդությանը։ Տեսեք այստեղ այս ստրուկտուրաները ինչ սև են եւ լղոզված, հա, կոպիտ ասած, ի տարբերություն այս առողջ պացիենտի մոտ, որտեղ ավելի բաց գույն ունեն այդ կառույցները եւ այստեղ եթե ուշադիր լինենք, վիզուալիզացվում է սպիտակ բարակ գիծ, հա, նիկրոսոման, ինչի բացակայությունը եւ խոսում է Պարկինսոնի հիվանդության առկայության մասին։ Նեյրոդեգեներատիվ հիվանդությունների համար հատուկ մշակված ծրագրի առավելությունն ամենամեծ այն է, որ մենք հնարավորություն ենք ստանում հիվանդության վաղ փուլում հայտնաբերել փոփոխությունները եւ օգնել նյարդաբաններին դնել ճիշտ ախտորոշում եւ ժամանակին սկսել բուժումը։